ջան, եթե հավելելու բան ունեք, իմաստն, որի նաև այս համատեքստում Եվրոպայում, եվրոպական տարբեր հարթակներում Փաշինյանի խոսույթին անդրադառնալով խաղաղություն փաստորեն ասում են կա, դուք ասում եք չկա, անեքսիա եւ այլն։ Ուրեմն միջև ձեր հարցին պատասխանելը հարգելի լրագրողներ, փաստացի ստացվում է մենք ունենք երկու իրականություն։ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջև սահմանազատման հանձնաժողով։ Սահմանազատման հանձնաժողովի նպատակը բոլորս գիտենք, բայց ստացվում է, որ այս սահմանազատման հանձնաժողովին զուգահեռ կա մի այլ ստվերային, ներքին, հասարակությանը ոչ հայտնի հանձնաժողով, որը ինչ-ինչ պատճառներով եւ հիմնավորումներով կարողանում է Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ հատվածներում ամրապնդել իր դիրքերը, որի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ի սկզբանե նախընտրում է լռել, իսկ հիմա էլ, երբ որ պարոն Թաթյանի կողմից այս բացահայտումները արվեցին, իրանք հերքում են։ Այսինքն բանավոր պայմանավորվածությունները նկատի ունեք, բացի հանձնաժողովում քննարկվածը, այլ պայմանավորվածությունների հետևանքով են տեղ ունենում դրանք։ Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի բարձրաձայնում Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի սուվերեն տարածքում առաջխաղացումները, ինժեներական կահավորումները, բնականաբար մեր մոտ ստեղծում է տպավորություն եւ ենթադրություն, որ կա ինչ-ինչ պայմանավորվածություն, որի շրջանակներում այդ առաջխաղացումը տեղի է ունենում։ Հակառակ դեպքում ինչպես բացատրենք։ Այսինքն այս բացահայտումների շրջանակներում բազմաթիվ նաև լրատվական գործակալություններ, կազմակերպություններ լրատվիչ փորձաքննություն իրականացրեցին եւ հավաստեցին, որ այդ ամենը կեղծ չէ։ Փաշինյանի ելույթին անդրադառնալով այս համատեքստում գնան եւ բողոքել երկրի ընդդիմությունից, հոգեվորականներից, խոսել խաղաղության մասին, ինչ որ Նիկոլ Փաշինյանի համար այսօր հանրապետությունում գոյություն ունի մեկ օրակարգ։ Դա վերընտրման, ինքնաարտադրման օրակարգ։ Այդ օրակարգը փաթեթավորված է խաղաղության կարգախոսներով։ Երբ որ ընդդիմությունը բարձրաձայնում է հնարավոր վտանգների եւ անվտանգության հիմնախնդիրների մասին, իշխանությունները հակադարձում են, որ ընդդիմությունը ռևանշիստ է, որ ընդդիմությունը ցանկանում է պատերազմ։ Քավլիցին ոչ մի երկրում ոչ մի adekvat ընդդիմություն պատերազմ չի ցանկանում։ Մենք այս բացահայտումների շրջանակներում կոչ ենք անում, որպեսզի իշխանությունները ազնիվ լինեն, թափանցիկ լինեն եւ այն անդունդը, որը գոյություն ունի հիմա ժողովրդի եւ իշխանության միջև, կարողանան հստակ արժևորել, հասկանալ, որ իրենք այլևս չեն վայելում համաժողովրդական վստահություն եւ 2021 թվականին այն ընտրազանգվածը, որը այս իշխանությունը տվել է վստահության քվե, այդ վստահության քվեն չի տվել, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից 20,000 հեկտար լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիշում եք ընդդիմադիր շրջանում անդադ 800 հեկտար էին թմկարում։ 20,000 հեկտար, դա մոտավորապես համահավասար է Երևանի մայրաքաղաքի տարածքին։ Այսօր դա գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Եվ այն թմկահարումները նաև, որ իշխանությունը ասում է, որ մենք ունենք խաղաղություն, եթե սահմաններին մենք հրանոթների ձայները չենք լսում, դա չի նշանակում, որ մենք խաղաղություն ունենք։ Հայաստանի Հանրապետությունը այսօր գտնվում է հիբրիդային պատերազմի թիրախում, եւ դա արտահայտվում է իշխանությունների կողմից եկեղեցու դեմ, պատմության դեմ, մեր ազգային ինքնության, մեր արժանապատվության դեմ տարվող պայքարում։ Եվ այս պարագայում ինչու ենք մենք այս հարցը բարձրացնում ձեր կողմից նաև ռետորական հարցադրումները, որ հասարակությունը մատրիցայից դուրս կա եւ նա իրականությանը։ Այսօր այո, ադրբեջանական զինուժը տակ պատերազմ չի վարում Հայաստանի Հանրապետության հետ։ Ու հիմա չի վարի։ Ինչ ուզում ստանում է։ Ասում է սահմանադրություն փոխեք։ Այս իշխանությունները ասում են կփոխենք։ Խնդրում ենք, թույլ տվեք մեզ հունիսի 7-ին վերընտրվենք, կփոխենք ավելին։ Սահմանադրության փոփոխման հանձնաժողովը ստեղծված արդարադատության նախարարներ ասեց, որ ինքը գլխավորում է այդ հանձնաժողովը։
Իսկ ինչ է լինելու այդ սահմանադրությունում, արդեն բոլորս պատկերացնում ենք, ոչ մի լավ բան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հանձնեք նկարել։ Ուրախ Հիմա էլ անձնում եմ։